Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի տեղեկություններով ԱԺԿՊ խմբակցության պատգամավորները գրավոր դիմել են ԱԺՊաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, պահանջելով տրամադրել իրենց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ամփոփ զեկույցը, սակայն Քոչարյանը քննիչ հանձնաժողովի ԿՊԱ-ականներին հերթով մերժում է, չտրամադրելով այն։ Օրաթերթը տեղեկացավ, որ Քոչարյանը մերժման մեջ նշել է, թե պատգամավորները զեկույցին կծանոթանան այն ժամանակ, երբ ինքը կներկայացնի, այսինքն որոշել է միանձնյան ներկայացնել հանձնաժողովի անունից կազմված զեկույցը։ Հիշեցնենք, որ դեռևս ապրիլին Քոչարյանը հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր հատուկ զեկույցը կհրապարակի այս տարվա սեպտեմբերի 27-ին։ Հիշեցնենք, որ մենք անդրադարձել ենք այս հանձնաժողովի աշխատանքին եւ ըստ էության Անդրանիկ Քոչարյանն էլ հաստատել է, որ հանձնաժողովի ձեռքի տակ կան տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել Փաշինյանի դեմ, բայց ինքը քանի դեռ իշխանության է, այդ տեղեկությունները չեն օգտագործվի։